Հրապարակորդ Տերնա Պապիկյան, պարոն Անանյան, Հայաստանում միանշանակ չընդունվեց Ադրբեջանից, նաև Ադրբեջանով ցորեն մեզին վերել եմ, մարդիկ անգամ բոյկոտում են եւ այլն, ձեր իշխանության գալու պարագայում դուք ինչպես եք պատկերացնում այս Ադրբեջանի հետ առևտուր կանեք արդյոք մեր հակառակորդ երկրի հետ թե ոչ, եւ ձեր ծրագրից 7-րդ կետը կարծեմ դրամի թվայնացումը խոսքը պետական ամբողջ գնումների մասին է, դուք այդպես եք պատկերացնում, որ գնումները ամբողջ պետական ապարատի պետք է լինի թվային լինի եւ սա արդյոք այդ թվայնացումը իրենից երկար ինչ-որ պրոցես, դրան ասել է երկար պրոցես չի ենթադրում պարոնանյանը։ Շնորհակալություն։ Միշտ հիշենք, որ տրանսպորտային փոխադրումների դիվերսիֆիկացիան ցանկացած երկրի համար բնականաբար ինքը օգուտ է։ Բայց ձեր հարցը ունի երկու կոմպոնենտ, ունի տնտեսական եւ քաղաքական։ Առաջինը տնտեսականը նրանում է, որ եթե դու այլընտրանքներ ես ստեղծում, տարբեր երկրներից ուզում ես դիվերսիֆիկացված ներմուծումներ ունենալ, ապա դու պետք է գնահատես, թե քո ներմուծումները որ երկրից ես բերում։ Ունենալով մտքումդ, որ եթե դու օրինակ մենք խոսեցինք, չէ՞, մեր ռազմավարության ներկայացման շրջանակներում, որ ներմուծող երկիրը ըստ էության ֆինանսավորում է այդ երկրի հնան եւ նրա տնտեսությունը։ Մենք պետք է գնահատենք, մենք տնտեսական բաղադրիչը դրանում է, մենք արդյոք ուզում ենք օրինակ Ադրբեջանի հնան մեր ազգաբնակչության սպառման հաշվին ավելացնենք։ Մեր կարծիքով ոչ, չենք ուզում։ Հետևաբար այլընտրանքներ փնտրելու ճանապարհին Ադրբեջանը առաջնային այլընտրանքը չի իմ կարծիքով։ Երկրորդը քաղաքական առումով երբ որ դու դեռ ունես չլուծված բազմաթիվ խնդիրներ, երբ որ դու միջազգային ատյաններում ունես հայցեր ներկայացված եւ այդ հայցերը մեր կարծիքով պետք է ավելացնես եւ ավելի կոշտ ու ավելի հասցեական պայքար մղես, որպեսզի Արցախահայության վերադարձի իրավունքի հետ կապված ունենաս ինստիտուցիոնալ հիմք, չէ՞։ Այդտեղ դու պետք է տեսնես, որ այս քաղաքական առումով դու օգնում ես այն երկրին, որը ցեղասպանական գործողություն է իրականացնել մեր հայրենակիցների նկատմամբ, դու թույլատրում ես, որ ինքը ըստ էության իր այդ վարքագծով ինչ որ այլընտրանքային պատկեր ստանա, ստեղծի, այսինքն փակի, չէ, ու բարեգործի բան ձեռք բերի ամբողջ աշխարհով։ Էլ ինչ եք ուզում, տեսեք, բենզին են մատակարարում, տեսեք, ցորեն իրաց տարածքով է գալիս, այսինքն այս վարքագծային դրսևորումը ինքը քողարկում է ըստ էության այն ոճիրը, որը իրագործվել է մեր ազգաբնակչության եւ մեր հայրենակիցների նկատմամբ։ Բայց ելի խնդրում եմ, ժողովուրդ ջան, եկեք տնտեսական հարցերով